Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխոսնեք, հարգելի գործընկերներ, ես պարոն Մկրտչյան ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, ուղղակի նախորդ հարցին չի հասցրել գրանցվել։ Ես ուզում եի ընդհանրապես խոսալ ընդդիմության քաղաքական մտքի ժանգոտվածության մասին։ Ես նստածտեղ մտածում եմ, օրինակ ոնց է ընթացել այդ գործընթացը, երբ այս մարդիկ հանգել են այն մտքին, որ պետք է գան ու այս նախագծով հանդես գան, հա։ Ընդ որում մի նախագիծ եւ ընդհանուր նարատիվ, որը անընդհատ կրկնվել է, բայց այսինքն ուզում եմ մի պահ պատկերացնենք այս քննարկումների որակը, հա, ոնց են մարդիկ գալիս ու այս որոշմանը հանգում, որ պետք է sense նախագիծ բերեն, ենթադրվում է նախագծի իմաստը եւ բուն նպատակը կայանում է նրանում, որպեսզի փորձեն մեր հանրությանը ներկայացնեն կամ ցույց տան, թե ինչպիսի ազգային արժեքներից ուրացող քաղաքական ուժ է այսօր ղեկավարում Հայաստանում, մի խոսակցություն եւ մի նարատիվ, որը 5 տարի շարունակ կրկնվում է։ Մենք չենք դադարում զարմանալ իհարկե այս կրկնողությունից, բայց ես անկեղծորեն ցավում եմ եւ չեմ դադարում զարմանալ այս կրեատիվության, չգիտեմ, կրիզիսի վրա ձեր կուսակցությունում, ձեր խմբակցությունում, Տիկին Խամոյան, ես իսկապես խորհուրդ եմ տալի, մի քիչ ավել երկար մտածեք, մի քիչ երկար քննարկեք, մի քիչ ավելի որակալ, մի քիչ ավելի նորամուծություններ մտցրեք ձեր քննարկումների եւ բովանդակության վրա, նույնիսկ եթե նպատակը, գերնպատակը վնասելն է գործող քաղաքական թիմին, փորձեք ինչ-որ ուրիշ տեղերից հնարքներ գտնել, որպեսզի դրանով իսկ գոնե մենք էլ մեր վրա աշխատենք, որովհետև գիտեք, լճացած ընդդիմությունը ցավալիորեն նաև բերում է լճացած իշխանության, սա ձեր որակի ցածր լինելը ազդում է ուղղակիորեն նաև ցավոք մեր աշխատանքների որակի վրա, ես կխնդրեմ, որպեսզի վերանայեք ձեր գործունեության որակը եւ լինեք փոքր-ինչ ավելի կրեատիվ։ Շնորհակալություն։